Հռոմեացիս 6 Ես ասկետ ժամանակ առաջ երազ դեսա եւ երազիս մեջ դերը խոսեց ինձ եւ ասեց ժողովրդին խոսե եւ ադի գխոսեի ցեզի գխոսեի եւ գսեի արդարը հավատով է ապրելու եւ ինչ ասի գսեի ինչ ասի ցեզի հայտնություն գտարնար այնքան օծությունը գտանցրանար եւ բահի մեջ դեսա բոլորը քեդին ինգածեին օծության զորության դակ որովհետեւ ասոր մեջ քախնիկ կա որ հավատացյալները պետք ունին զանազանել շատ անգամ փարակտել է եւ այսօր ամեկ փարակտելի մասին մի խոսենք արթուն մի դիելանք որովհետեւ մենք հանգարց կորձերու հիման վրա Աստծո հետ մեր հարաբերությունը չհիմնենք հաբա իր շնորհքին վրա շնորհք ասել է բարգև իր դված նվերին վրա իր ըրած կորձին վրա ոչ է մեր ըրած կորձերը մեզի փան չվաստգիր բայց իր ըրած կորձը մեզի հավիտենական կյանք կուտա մեր ու ծոր դարբերություն կա Հետևաբար Պողոս Արաքյալը նշանավոր խոսքը ասավ ես ավետարանեն չեմ ամաչում որովհետև նա է Աստծո զորությունը ամեն հավատացյալների համար փրկության համար նախ հրեային հետո նաև հեթանոսին հույնին որովհետև նրա մեջ է Աստծո արդարությունը հայտնվում նրա միջոցով կհայտնվի քո արդարությունդ հավատից մինչև հավատ ինչպես որ գրված է արդարը հավատով է ապրելու Ես գգարձեի Աստված աստեղ գսեր, որ արդարը պետք է հավատքով ապրի։ Մինչդեռ Աստուծո սիրտը նաև այն է, կամ միտքը այն է, որ արդարն է, որ հավատքով գրնա ապրի։ Երբ դու ճանչնաս քո արդարությունդ, այն ադեն հավատքդ կորձունյակը սկսի դառնալ, իսկական հավատքը կորձունյակը սկսի դառնալ։ Եվ ասիկա սա ամեն ավետարանի մեջ կտեսնենք։ Հիսուսին եթե հետևիս հետը, պիտի տեսնես ինչպես մարդիկ չհավատացին իրենց ըրած կորձին վրա, հավատացին Հիսուսին Մեսիային, ադամար բժշկվեցան, փրկվեցան, ազատագրվեցան, ջեղքում վայելեցին, արույանասո դարաբո գինը 12 տարի աշխատած է, ամեն տրամները թափած է եւ ադոր մեջ են չելավ, ավելի վնասներ ունեցավ, մինչեւ որ Հիսուսին քնասվավ, ասավ եթե միան իրեն թփչիմ, ես պիտի բժշկվեմ։ Իրեն թփավ, բժշկվեցավ։ Ասե, եւ որ Հիսուսին գմոդենանք եւ մեր հավատքը Հիսուսի վրա գտնենք, ոչ մեր անձին վրա։ Հոն է զորությունը, հոնգե զորությունը գարցակվի իմ եւ քու վրա։ Բարի։ Դեպաբար Աստծո շնորհքին հիման վրա պիտի հիմնվի իմ հարաբերությունս Աստծո հետ։ Աստված ինձ գսիրե անգախ իմ կորձերս։ Ասի մեկ հատ կովինին դսե։ Աստված ինձ գսիրե անգախ իմ կորձերս։ Մի Աստծո ինչպես կսես ադես Դավիթ, որով Աստվածաշունչը գսե, եթե մենք որ դագավի մեղավոր էինք Աստված մեզ սիրեց եւ մեզի համար եկավ, հաբա որքան առավել հիմա որ մենք արդարացած ենք Քրիստոսի արինով։ Ասի մեղավոր վիճակնից մեջ որ Աստծո գահայոյենք, Աստծո գրնակ դարձուցած ենք, իրեն չէինք փնդրեր եւ ամեն ինչ զուր գնենք եւ շիդակ կգոչենք, այն ադեն Աստված մեզ սիրեց եւ մեզի համար եկավ, որքան առավել հիմա որ արդարացած ես, քեզ պիտի չի օրհնե, վստահ պիտի օրհնե։ Որով հիմա դու ընտանիքի մեջն ես այլևս Հիսուսի ընտանիքին կպատկանես մարմինի մեջն ես այլևս անգետուս չես ամեն Հետևաբար հարցուցի ես վերջին անգամ եթե գիշեք ասի լավ եթե Աստծո շնորհքը բավարար է որ իմ հարաբերությունս Աստծո վրա այնպես հիմնվի եւ ոչ թե իմ կորձերուս վրա լավ ուրեմն ես գնամ ու զայսպես մեղ կորձել չէ բնական հարցում է որ բնականաբար պիտի հասնես այնտեղը Եվ Բողոսին հետն անդեղ հասավ։ Բողոս այնպես քարոզեց ավետարանը, որի վերջո այս հարցումին առջև գտնվեցավ։ Եվ հավանաբար մարդիկ կհարցնեին իրեն, եւ ասոր համար ինքը բادرազմ ուներ, ինչ ուրեմն, եթե իմ կորձս ինձի առջև չի դանիր, երկինքեն օրհնություն շահելու, արժանանալու, իմ կորձերս, իմ ասինչս եւ անինչս ընելը, գրոնս, մոմ վարելս եւ այլն, կորձեր Մեջը մեծ վերնակիրը կորձեր, մենք մեջը ինչեր գնենք, չէ։ Եթե ադիգա ինձ Աստծո առջև հadouk առավելությունը չի դար։ Եվ միան պիտի հավատամ Աստծո շնորհքին, ուրեմն կորձերս։ Եթե մեղ կորձեմ, ինչ պիտի լինի ուրեմն։ Գրնամ ուրեմն զազիպես մեղ կորձել։ Բալասխանը վստահաբար ոչ է, Պողոս Արաքյալ ադի գսե, բայց նախքան ադոր մեջը մտնեմ, գուզեմ նախ քեզի այս մեկը ստագացնել, երբ թուն ավետարանը քարոզես, ինչպես Պողոս Արաքյալ քարոզեց, թունա պիտի անտվիս աս հարցումին առջև։
Մարդիկ քեզի ասացում մի դարձնեն։ Մարդիկ բիդիսեն ինչ yəni ես ուզածից պես կնամ հիմա մեղ կործել։ Դու ինձ հիմա կարոզես ամբես բարի լուրգ ու դաս ինձի անհավատալի է գարձես այնպես բարի լուր է որ գազես հեչ ինձ մեկ ախված չէ եւ այո ադե ավետարանը հեչ քեզ մեկ ախված չէ։ Լավ ուրեմն մեղ կործեմ։ Իրականության մեջ եթե մարդիկ չհարցնեն աս հարցումը ասել է թե լավ չի հասկացած ավետարանը որթուն կարոզեցիր իրեն։ Թեր կգարձե ինքը ընելիք ունի։ Ես շատ մարդիկ կճանչնամ ջամփաները որ կարոզած եմ ինձի գսեն նախ ես շտկեմ իմ անձս հետո գկամ Հիսուս Քրիստոսի։ Գարձելով որ Հիսուս գսպասե որ մարդ սրբանա որ հետո կա իրեն մինչդեռ Աստված գսե նո եգուր ինձի աղդոդ ես քեզ կսրբացնեմ։ Սրբությունը բդուղ է հավատացյալի կյանքի մեջ ոչ է բամն է որ դու պիտինես որ արժանանաս բամը։ Սրբությունը իր մեջու կա քու մեջդ եւ քեզ կսրբացնե։ Ադի իր կորձն է։ Եվ որ ես ավետարանը հավատամ։ Հիսուս Քրիստոսի իրաց կորձը հավատամ։ Հետևաբար Բոս արաքյալ Հռոմեացիս 6:2-ի մեջ կամ եկեք 6:1-ին գարտամ ինքը աս հարցումը գարցնե արդ ինչ ասենք մնանք մեղքի մեջ որ շնորհը բազմանա եւ այս հարցումը 3 անգամ գարցնե զանազան դեղեր աս գլուխին վերջն ալ նույնիսկ պիտի դեսնես մեջտեղները պիտի դեսնես երրորդ գլուխի մեջ տան նույն հարցումը հարցուցած է ուրեմն մենք մեղ կործենք որով վեսի շնորհքը արադանա 6-րդ գլուխ երկրորդ համարի մեջ կսե քավլիցի եւ քավլիցի բարը բնակիրի մեջ այնանք մեկ բարմն է որ եթե մեկ աստիճան վերելեր պիտի հայեր գարձես ինքը անշուշանանք պիչիներ բայց հոն ասած էր քավլիցի գսեվեր ասին ձաներ բար է որ անգարելի է որ ես անանք բան գսեմ գործես որ հիմա գրնաս ուզազիտ պես մեղ կորզե որով այս ավետարանը որ կկարոզվի եւ եթե ասորս կուշություն չլա մարդիկ սխալ կմեկնաբանեն եւ գարձեն որ ուրեմն գրնա մեղ կորզել ադու համար ես դեսած եմ մարդիկ նույնիսկ մատ կբարձրացնեն Աստծո միջնեմադը կբարձրացնեն Աստծո ու Աստված սեր Աստված գները եւ իր շնորհքը արած է չէ ուրեմն ես ուզածից պես կնամ մեղ կորզել եւ լուրջ նկարներ կա վիդեոներ կա դեսած եմ սիրտ կծավի ու ինչ տեսակի սիրտ բյունաս որ հոր ադբեսնես ես աշխարհի գորերուս գնեի հոգեվոր երբ դարձա չէի գնար Երևանայլած պես փամենեի բայց այմես գան այսպես մարդիկ որով սխալ կմեկնաբանեն երբ դու ավետարանը կարոզես սկիզբը մարդիկ սխալ բիտ մեկնաբանեն ադիգա մինչև որ դու ադիգա շտկես եւ Բողոս արաքյալ այդ մեկը գրավ Սուրբ Օքիեն առաջնորդված մեզի ավետարանը շատ գեղեցիկ ցևով հռոմեացիներու նամակի մեջ գփանա մեզի Բողոս արաքյալ բայց եւ այնպես պետք ուներ ժողովրդին անհասկացողությունն ալ շտկեր եւ իրեն ծեր քավլիցի ես չեմ ասում որ հիմա գարած ուզածի չափ մեղ կորձել որով գշանակի գսե մենք որ մեղքի բաժարով մերանք ինչպես կարող ենք դակավին նրա մեջ ապրել եւ ապրել բար այսինքն չի խոսի իր մեկուն մասին որ սխալեցավ մեկ հատ մեղ կորձեց անքի դակցապար դգարության բաժարով մեղ կորձեց կխոսի մեկուն մասին որ մեղքի մեջ գաբրի հա գսե ինչպես ես իդ ապրիմ մեղքի մեջ ես որ մերա մեղքեն ինչպես այդ գրնամատ ցանկին դառնալ օքեյ So հետևաբար զորավոր ցեվով քավլիցի գսե եւ գուքանք հիմա կարեւոր հարցումին եթե շնորհքն է հիմը եւ իմ կորձերս օգուտ չունի առավելություն չունի լավ սրբության առավելությունը ինչ է ուրեմն սրբությունը հետաբնթելը կարեւոր է այո կամ ոչ սրբությունը ցկդիլը իմ կյանքիս մեջ ուր է ադորդեղը եթե շնորհքը ամեն ինչ կնե Եվ բոլորս եթե գարտանք Աստվածաշունչը հստակ պիտի տեսնենք որ Աստված ինչապ գխոսի սուրբը լալու մասին չէ Հիսուս ինքը սավ սուրբ եղեք ինչպես որ հայրը սուրբ է ասին գանչում է ամեն հավատացյալները որ սուրբ կյանք ապրին սուրբ կյանք վարեն սուրբ կյանքը ընթարաչեն եւ ադոր հետաբնթեն բայց եթե շնորհքի վրա հիմնված է ամեն ինչ եւ իմ ըրած կորձերս չէ որ ինձի սրբություն պիտի դա լավ ուրեմն սրբություն դեղը ուր է Եթե սրբությունը ինձի առավելությունն ու չի դա Աստծո կով։ Բնավ միկս բարձել, եթե շնորհքի վրա հիմնված է, խաչին վրա հիմնված է ամեն ինչ։ Իր հարության վրա հիմնված է ամեն ինչ։ Սրբությունը ուր գխաղագոր իր թերը։ Ադարցումն է որ պիտի պատասխանենք։
Որով այսօր գտեսենք շատ անգամ հավատացյալներ, ինչպես գսեի, հավատացյալ է, բայց սուրբ կյանքը չապրիր։ Եվ ադիգա լուրջ խնդիր մնե։ Եվ ավելի արմադային հարց է, եւ հիմա պիտի տեսնենք։ Իրականության մեջ Պողոս Արաքյալը մեզի երկու պատճառ կուտա։ Թե ինչու համար սուրբ կյանքը պիտի հետապնդենք։ Եվ ինչու համար քրիստոնյանը սուրբ կյանքը պետք է ապրի, կամ գագնգալվի, որ ապրի։ Առաջինը երկրորդ համարի մեջն է, որ գարտացինք։ Հեսա Քավլիցի մենք որ մեղքի պատճառով մերանք։ Կովին դարձիրս է դու մերած ես։ Դու չէ որ գաբրիս, հավա Քրիստոս է որ գաբրի քու մեջդ։ Պողոս Արաքյալը ասավ այս կյանքը որ ես գաբրիմ, ես չեմ որ գաբրիմ, հավա Քրիստոս է որ գաբրի մեջս Գաղատացիս 2:20։ Դեպի ես եւ դու գսե մենք որ մեղքի պատճառով մերանք։ Ինչպես կարող ենք դակավին նրա մեջ ապրել։ Սո ինչ կսե այստեղ։ Եվ որ ես իսկապես վերստին ծնունդ ունենամ Հիսուսը ընդունելով իմ կյանքիս մեջ։ Տուն գբիդի վգայես այս մեկը։ Բիդի փապակիս մեղ կորզել անգե հետո։ Ես եւ որ աբաշխարեցի, Աստուծո հայելեն թատրեցա։ Սուտ խոսելեն թատրեցա։ Քողնալեն թատրեցա։ Փամփասանք անելեն թատրեցա։ Ինչպես է հավասի։ Ատկան դարի աշխարհի մեջ Գաբրեի օրը չի գրծա ասինել եւ հանգած է որ Հիսուս ընդունեցի կյանքիս մեջը հիմա չեմ ուզեր գորանել ալոնք սիրտս ով փոխեց քարեղեն սիրտը վերցրեց եւ մարմնեղեն սիրտ թրավ դու մերար մեղքեն հին կյանքիդ մեջ աբաշխարութենետ առաջ մեղքեն չէր մերած մեղքին ծառայ էր Սատանան ինչ ուզեր մենք ադի գնենք գսե խավարի իշխանության քերի էինք ստրուգ էինք մեզի ուր կաշերով մի դերտայինք գպավեր որ մեզի միա միտքը ցաներ մեր մեջը արդեն սխալը կսկսեր ես գիշեմ քնացած ադենս գորոշե ինչ մեղ պիտ կորձեմ բաղը արդու գարտնայի գորոշե ինչ պիտնեմ այսօր մեղ պիտ կորձեմ գծրակիրներ գտրվեր բարեկամներով գծրակրեինք մեղ կորձելու Բայց աբաշխարութենես հետո մի քիչ զայրան անգամ չանցնի դի որով մեր այ էս ադնգե բամ մգա մեջս ասված փոխեց փրկության ժամանակ քեզի նոր անց դարձուց հներդ անցավ եւ ամեն բան նորըրավ դու այլևս քերի չես մեղքին մեղքի մեջ ապրելու համար դու մերար ադորամար անոր ավետարանի եւ շնորհքը լավ չի հասկացած Բիդեսես խնդիր բիդ ունենա կամ անոր կորձերուն հիման վրա իր հարաբերությունը Աստուծո հետ կմշակե կամ կփորձե մշակել խնդիրը աչե բիդ գտնվի հատկապես այս համարին հետ որովհետեւ դու չես կնար աբաշխարել այդ յետքը դառնաս այդ մեղքի երթալթուն բիդի ճուզես որով Աստված քեզ փոխեց սկզբունքով եւ եթե գուզես որ իդ երթալ հոնդեղը ասել է խնդիր գա վերստին ծնունդիդ հետը Եվ քու անգելց աբաշխարությանը հետո Եվ պետք ունիս Աստծո արչև երթալու եւ քու սիրտը դիրեն արչևը տնելու եւ անգելց օրեն եդ աբաշխարես Հիմա ես հոստեն գասկած չունիմ որ անգելց է քու սիրտը դե որ Հիսուսին եկար Բայց եւ այնպես անոնց որոնց ցանկի մեջը գտեսնես ասի հավատացյալ չէ ինչու համար այսպես խնդիրներ գնե կամ ինչու համար աշխապ մեղքեր գա Ինչու համար աշխարհիկ կյանք կապրի, չես կնա գազես զանազանել իրեն աշխարհիկեմը։ Ինչու, որովհետև իսկական աբաշխարություն չի եղած, շուրթերու աբաշխարություն եղած է, բայց սրդի աբաշխարություն չի եղած։ Շուրթերով Աստուծո զոհ ադուցեց, բայց եւ այնպես սիրտը Աստուծո հերույ է։ Դրա համար կտեսնես այդ մեղքի կյանքին գերտա։ Ինչպես որ Իսրայելի ժողովուրդը անաբադեն անցած ադենը ինչ կհիշեին։ Եգիպտոս։ Ասեն Եգիպտոս լավ էր գսեին։ Հոնդե վարունք ունեինք, սոխ ունեինք, չեմը, լավ էր Եգիպտոս, մորցան հոնդեի չարչարանքը, ստրգությունը եւ իրենք գանչեցին Աստուծո անունը չարչարանքնին պատճառով։ Եվ Աստված իրենց Մովսեսը ղրգեց։ Մորցան այդ բոլորը։ Ինչու, որովհետեւ իրենց աբաշխարությունը սրդի աբաշխարություն չէր, իրենց թլփադությունը սրդի թլփադություն չէր, արդակին էր։ Այս է առաջին բաժարը, ինչու համար սուրբ կյանքը քրիստոնյան գաբրի կամ գծկտի ապրիլ, որով ինք գուզե այդ կյանքը ապրիլ, հոս է դարբերությունը, փոխվեցավ ինքը, ես գուզեմ սուտ չի խոսիլ, ես գուզեմ արդար աշխատիլ, բամը գա սրդիս մեջ, ադի ընելով գուրախանամ գոր, առաջ մեղքը ընելով գուրախանայի,
Հիմա սուրբ գործերնելով գուրախանամ։ Որով Աստված փոխեց։ Ադիգա թունչերիր, դու միան հավատացիր իր շնորհքին, այն օրը որ ապաշխարեցիր Հիսուս մտավ, քեզի դաջար դարձուց Սուրբ Հոգին, Սուրբ Հոգին մեջդ ապրելու սկսավ, եւ դու սկսար գամենալ այն բաները, որ Աստված կգամի։ Քու մեջդ քրեցադի, իմ մեջս քրեցադի։ Գեղեցիկ է դերոջը գործը, չէ՞։ Մեր գործերը մեկ հատ գախված չէ։ Ես բամը չրի որ ասմեգը ունենամ։ Ասի ասպես ավտոմատ իմ մեջս դրավ Աստված։ Դեսնեք գեղեցկությունը։ Սա ասի առաջին բաժարն է։ Երկրորդ բաժարը մի քանի համար ներքև, եթե իջնենք 15-րդ համար, 6-րդ գլուխ։ Գսե արդ ինչ մեղ գործենք նորեն նույն հարցումը։ Մեղ գործենք, որովհետև օրենքի դակ չենք, այլ շնորհի։ Սին 5 դագարանին դակ չենք այլևս, շնորհքի դակ ենք այլևս, նոր դագարան ուրեմն մեղ գործենք։ Նորեն գսե քավլիցի, շատ զանր բառ է։ Քավլիցի։ Եվ երկրորդ բաժարը գուտայս է։ Դուք չգիտեիք, որ ինքները ցեզ ծառա ներկայացնեք, նրա հնազանդվելու ծառաներ եք նրան, որին հնազանդվում եք, թե մեղքին, որուն թեպի մահ է դանում, եւ թե հնազանդությանը թեպի արդարության է դանում։ Եգո բաժարը այստեղ գուտա, եւ ինչ կսեմ էսի Բողոս Սահակյան։ Գսե եթե ես իմ կյանքս մեղքի յետդամ, ապաշխարալես յետքը, ես ինձի որոց ծառա կդարձնեմ յետ մեղքին, եւ ով է մեղքին հիմնադիրը կամ հայրը ով է սատանան։ So ես ինձի իմ ազատ կամքովս որու կհանցնեմ որ ես ինձի սատանային։ Աստուծո սերը ինձի անտեպ չի փոխվեցավ։ Ես գրնամ ամենակեշ մեղքնալ կործել, Աստված դակավին ինձ գսիրե։ Նույն դոգոսով, բամը չփոխվեց։ Բայց եւ այնպես ես ինձի որու հանցնեցի իմ ազատ կամքովս։ Մեղքի հոր հանցնեցի։ Իսկ եթե ես հագարակը ընեմ, ես սրբության կյանքը հետապնդեմ, ես ինձի որու գենթարգեմ Սուրբին հայրը կամ Սուրբը, Սուրբը, որ հրեշտակները գերքեն 24 ժամ շաբաթը 7 օր, անոր կհանցնեմ ես ինձի անոր գենթարգեմ եւ ինքնաբերաբար կյանքիս ուղղությունը կփոխվի։ Աստված ինձի խավարի իշխանութեն հանեց լույսի իշխանության դակ բերավ։ Հետևաբար ես հիմա քերի չեմ խավարին, ես քերի եմ լույսին, Աստծո քերի եմ, դրա համար հիմա ես կփափակիմ լավը անել, կփափակիմ բարիք անել, կփափակիմ ներել նույնիսկ եթե մարդիկ ինձ վիրավորեն, կփափակիմ իրենց համար աղոթել նույնիսկ եթե ինձ անիծեն, կփափակիմ իրենց համար 15000 մղոն ավելի վազել, նույնիսկ եթե ինձ մեջ չխնդրվի, կփափակիմ որբեսի իրենց քավատ մչուր դամ, նույնիսկ եթե ինձ թշնամանա կամ թշնամությունն է, հալածողին Սրդիս մեջ թարնություն չեմ բայր գներեմ, եմ մարդոց գահասնիմ, եմ ցերքս վրանին գտնեմ, որ բժշկվին, իմ անձնական բադեր չեմ տներ մարդոց միջև, իմ և Աստուծո, որով ես եմ իրենց մեջտեղը գեցողը և իրենց Աստուծո միացնողը, ես հանգարց մեջտեղը բադ բիդի չտարնամ, ես պետք է իրականության մեջ լման գործվիմ, Եվ քեզի առնեմ ուղագի Հիսուսի հետ կապեմ եւ քու կապը ուղագի դիրեկտ հետ էլա, ուղագի հետ էլա։ Ադի ինձ համար ամենամեծ ուրախությունն է, որով գիտեմ եւ որ իր մեզ կսի ստանալ։ Ամեն բան փոխվելու կսկսի թուն, կսկսի թրջիլ, սարերը, վերերը կսկսի թրջիլ։ Աստուծո գամքի իսկական կսկսի նել։ Ես ոս այսօր Հայաստան կգտնվիմ, որով ինքը ինձ կանչեց։ Ես չէ որ ուզեցի Հայաստան գալ։ Ես գիտեմ, բավական լսուծած եմ ցես, չէ։ Ես չփափակեցա Հայաստան գալ։ Աստված ինքը ինձ ղրգեց Հայաստան։ Ադի ինձ բադվելին չսավ։ Հովիվը չսավ։ Հովիվը հաստատեց։ Որով ինքն ալ բատկամը ստացած է դրոջ մե։ Ինքը հաստատեց։ Ինքը գաղութեր ադոր համար։ Բայց եւ այնպես ես անցամ պետք է լսեի դրոջ մե։ Եվ հենց այդ վարյանին, որ դերոճմել լսեցի, ամեն ինչ գլորակ դարձավ, ինչ ծրագիրներ ունեի, ամենը գլորը դարձավ։ Եվ Աստծո ուզածին հետևեն կացի, անանգ այսօր Հայաստանում։ Հետևաբար Աստծո հետ որ գաբվիս, բացմությունը լման կփոխվի։ Երկրորդ բաժարը ուրեմն սիրեներ հետևյալն է. սրբության կյանքը ցկդիլը եւ ապրիլը թշնամին թռները կկոչեին կյանքիս մեջ։ Սա առաջին բաժար, ես գուզեմ սուրբ կյանքը ապրիլ, ադե, փոխվեցա ես։ Սկզբունքով։ Երկրորդ բաժար թշնամին աչև թռները կկոչվի։
Բողոս Արաքյալը գսե արիտ մի դվեք սատանային։ Եվ գշարե մեղքերը, գսե երբ դուք ասանք կնեք, արիտ տված կլակ սատանային, արիտ մի դվեք սատանային գսե։ Որով գիտե եւ որ մենք գիտակցաբար թիտմամբ մենք մեզի հանցնենք մեղքի, Տշնամին մեծ լայն թռներ ունենա ներս մտնելու։ Եվ այսօր հավատացյալներ ունիս, որոնք թիվային ասեցության դակ են, նույնիսկ թիվահարված են, որովհետև լայն թռներ բացել են տշնամին, որ ներս մտնե։ Եվ իդ պետք ունին ազատագրվելու։ Ես երազներ տեսած եմ հավատացյալներով, որոնք երազից մեջ գբորան, որով թևը իրենց կչարչարեր։ Գանասանք հավատացյալներ։ Թիվահարված էր եւ գբորար գանչեր չարչարանքի մեջ հոգիի մեջ ադանչանքը ուներ որովհետեւ ինքը թուր փածած է տշնամին սո լուրջ խնդիր է սոփուչան կյանքին նպատակը այս է սո ես քեզ հիմա մի քանի օրինակներ դամ որովհետեւ ավելի հստականա միտքը իմ ասածից շատ մարդիկ կգարձեն թե բաժարը որ եկեղեցի պետք է հաջախե հավատացյալը այն է որ Աստված գազես երկինքի մեջ գեցած է եւ իր անունը գարցանքրե այսօր Գիրագի մարդ 15-2026 Թորոսը եկավ, չեք։ Եղսան եկավ, չեք։ Շողիկ Մադարյան եկավ, չեք։ Okay? So ասպե գարձեն ադվես է եւ որքան հաջախես, այնքան ավելի Աստված քեզի պիտի օրնե։ Որքան դու չհաջախես, այնքան Աստված պիտի փարգանա եւ հավանաբար քո աղոթներուդ պատասխան պիտի չդա։ Okay? Միշտ ադոյ դեչ կապված չէ։ Դու գրնաս հեչ եկեցի աչիկան։ Եվ Աստված քեզի նույն դոգոսով գսիրե, չի փոխվեցավ իր սերը քեզի անտեպ։ Դու գնաս հետ չի կալ, ոդկը նույնիսկ եկեղեցի չգողել բնավ։ Աստված քեզի դագավին գսիրե եկավ, քեզի համար խաչվեցավ, փաստը խաչն է։ Աստված քու մեղավոր վիճակիդ մեջ եկավ եւ քեզի սիրեց եւ քեզի բրգեց։ Ալ ուր մնաց հիմա որ արդարացած ես։ Ես գնամ այսօր ոդ չի գողել եւ Աստված դագավին ինձ գսիրե։ Լավ, ինչու համար ես ոդկս եկեղեցի պիտի գողեմ ուրեմն։ Որբեսի իմ սերս Աստծո հանդեպ չի խախտի։ Որովհետև մարդ արարած տշնամիեն շատ թյուրին գնա դարվիլ, դու գրնաս գամ աստվիլ տշնամիեն, որ աս աշխարհին Աստվածն է գսե, չարը, փոքր ա, չասվածն է աս աշխարհին, որ դիրած է և ամենուն գգուրցն է, և մենք ագրնանք անորի են թարգեր մեր անցը գամ, մենք մեզի տնել վայրերու մեջ, ուր Աստծո ներգայությունը գա, եւ անորմով աստվիլ մենք։ Հետևաբար սերներ Աստծո սերը չի փոխվի, բայց իմ սերս կփոխվի։ Եվ որբեսի ես ինձի հաստատ բահեմ, ես պետք ունիմ հավատացյալներու համախմբի մեջ գտնեմ ես ինձի։ Նկատի առ Աստծո դու բամը չես եղել որ Աստված քեզի ավելի օրհն է, դու բան գնես որ դու քեզի բահես Աստծո ցերկերում մեջ։ Հիմա միակ փապակս է ջանչնալ Քրիստոսը Բողոս Արաքյալ Դավիթ ասավ 1000 օր մեկ օր գնախներեմ իր դանն չլան քան 1000 օր դուրսը լամ իր ազատ գամքով ինքը այդ մեկը գարդահայտվի գիտար բայց Աստված նույն Աստվածն է չփոխվեց դեսեք սեներ ինչու համար սոփուչան կյանքը ապրիլը հիմնական է որովհետև սուրբ կյանքը ապրիլը Աստծո սերը քեզի հանդեպ չավելցներ չի բացեցներ Սուրբ կյանքը ապրիլը քեզի Աստծո հանդեպ սերդ կբազմացնե, որով թույլ չի դար տշնամին, որ քու սերդ քողնա, փուշերով խեղդե քեզի, որով հորդ բարարդ է, ծարդ մասմակուր, իր բդուղները գահանեոր, 30 գուդագոր, 60 գուդագոր, 100 գուդագոր, փյուրավոր բդուղներ կսկսի գորելել, որովհետև հողդ մաքրեր ես, անե նպատակը, սոփուչան կյանքին։ Դեպի Աստված քեզի գսիրե ինչպես որ ես, բայց որ եկեղեցու համախումբի մեջ ես, պիտի չունենաս այդ առավելությունները, որ հավատացյալները ունին մարմինի մեջ եւ քովի գուքան եւ իրար գքաչալերեն, իրար գմխիթարեն, իրարու համար գաղոթեն, նույնիսկ challenge-ը, մարդահրավերը, որ Աստծո խոսքեն գուքա ինձ եւ քեզի։ Ադիգա պիտի չունենաս դունիդ մեջը։ Օծության դագ կաս եւ օծության աղոթքի ժամանակ օծության դուն քեզի հանցես ադիգա պիտի չունենաս դունը։ Հետապար իմ սերս կսկսի ինչ լալ բաքսիլ
Եթե ես ուզկուս չլամ, իմ սիրտս է որ կփոխվի Աստծո անտե, ոչ թե Աստծո սիրտը ինձ անտե։ Ադու համար եկեղեցիներ կա աշխարհի 4 կողմը, թե ոչ ամեն եկեղեցիները կոծենք, եթե Աստված մեզի արդեն կսիրե, բեք չունենք եկեղեցի երթալու, կոծենք ամեն եկեղեցիները։ Social media-ի վրա ասոր անոր գեհելևին, վերջացավ։ Չեմ։ Բայց ադանք չէ, Աստված իր եկեղեցին դրավ, մարդը չստեղծեց ադիգա։ Մարդը անշուշտ սխալ ուղղություններով դարավ տարերու ընթացքին, բայց եւ այնպես մնացորդը մնաց, որ Աստուծո երկյուղացությամբ շարունակեց տարերու ընթացքին, որ մեզի հասավ այսօր։ Թե ոչ մենք ալ այսօր գրոնական մարդիկ պիտի լայն գամ անաստված պիտի դառնայինք։ Հետեսեք ժողովուրդ։ Սոթուն պիտի չի սիրես Աստուծո բեկյատ ծևով, եթե որդուն ասկայլերը չառնես։ Բայց ոչ թե որ Աստուծո սերը քեզի անտեպի փոխվի, մասնավոր կգրտնեմ, որ ասի արցանակրվի։ Ուրիշ օրինակ դամ քեզի։ Աստուծո խոսքը գարտալը։ Դու Աստուծո խոսքը գրնաս հետ չի գարտալ։ Եվ դակավին ասված քեզի գսիրե 100%։ Չի փոխվի իր սերը քեզի անտեպ։ Քեզի գսիրե ինչպես որ քեզի սիրեց այն օրերուն, երբ բնավ ազվաժունջը չէր բանար։ Իրեն գահայե էր։ Քեզ սիրեց, քեզ ընդունեց, չէ՞։ Լավ, հիմա որ ես արդարացած եմ, հանգած Աստվածաշունչ չգարտալս Աստծո սերը պիտի բացեցնենո։ Աստծո սերը չի բացիր։ Նույնն է, Հավիդյան, անսահման է։ Երեք այսօր եւ Հավիդյան նույնն է, ինչ չի փոխվիր։ Իր սերը քեզի հանդեպ, բայց իմ սերս իրեն հանդեպ գխախտվի, եթե Աստծո խոսքի մեջ չլամ։ Որով Աստծո խոսքեն պիտի ստանամ հայտնություն ճշմարտության եւ այդ ճշմարտությունն է որ ինձ պիտի ազատի եսավ Հիսուս։ Ըսավ երբ դուք ինձ պիտի հետևիք, երբ բահեք իմ խոսքերս, պիտի ճանչնաք ճշմարտությունը եւ ճշմարտությունը ցեզի պիտի ազատի։ Սո խոսքը բահելուն նպատակը իրականությամբ է ճշմարտությունը ճանչնալն է, որմով ես պիտի ազատագրվիմ իմ մտային հարցակումները կամ թիվային ուժերը, որով Աստծո խոսքին հայտնությունն է որ ինձի շիդակ ուղղության մեջ պիտի շիդակ կզակաշի մեջ պիտի աթեն ավետարանը Աստծո խոսքի մեջ է եւ Աստծո խոսքին միջոցով է որ ավետարանը հայտնվեցավ եւ ավետարանի միջոցով է որ իմ արդարությունս հայտնվեցավ եւ այդ արդարության միջոցով է որ ես հիմա համարցակ Աստծո աթորին արչեւ գնամ մոդենալ եւ ես պիտի չջանչնայի ասոնք եթե ես խոսքի մեջ չլայի պիտի չջանչնայի որ Աստծո սերը ինձ անտե պիտի չփոխվի եւ Աստված ինձ գսիրե որքանալ ես մեծ սխալ կործեմ դակավին Աստված ինձ գսիրե բայց իմ սխալ կործերս ինձի խնդիր պիտի հարաճացնե իրեն հանդեպ իմ սիրտս պիտի գարձանա Աստծո հանդեպ Հովանու 17:17 Հիսուս իր աղոթքի մեջ հետևյալը գսե սրբացրու նրանց քո ճշմարտությամբ Քո խոսքը ճշմարտություն է։ Սո խոսքը կգարտամ, ճշմարտության հայտնություն ունենամ եւ այնպես կսրբվիմ։ Դեսես սրբությունը կուրածնելիքը չէ։ Բայց խոսքի մեջ մտնելով Աստված կսրբացնե ինձի։ Սրբացնողը ես չեմ, սրբացնողը Աստված է։ Քեզի զադողը աշխարհեն Աստված է։ Ինքն է որ քեզ կսրբացնե։ Աստծո խոսքն է որ սիրտդ կջմլեցնե քեզի հավանաբար հանդիմանե ուղղություն դա քեզի ասեւ աստե սխալեր իրտուն աբաշխարես գամ լման աչքերդ բանա Աստծո սիրո Աստծո ավելի ճանչնաս եւ իրեն ավելի արչեւը ձունգիկաս ճանաչելով իր սերը քեզի անտեղ ինչ է Հետևաբար սիրներ այս բոլոր բաները որ մենք գնենք Իրականության մեջ չեն գներ, որբեսի Աստուծո փամ մշահինք, շնորհք մշահինք Աստուծո, գնենք որով շնորհքը ունենք արդեն։ Աստված մեզի դվավ, գնենք որ մենք իրեն չգործընծնենք։ Աստված մեզի չի գործընծներ, բայց իմ սիրտս իրեն հանդեպ չի խախտիցելով։ Մեկ հատ կարևոր համար գարտամ Եբրայեցիս 12:1։ Գսե ուստի մենք էլ, որ շրջապատված ենք վգաների աշխապ բազմությամբ, լավ նայեցեք։ Թենքցենք ամեն զանդություն եւ մեղքը։ Թենքցենք, որ մեզ հեշտությամբ բաշարում է եւ համբերությամբ ընթանանք մեր արչեւ բացված մրցասպարեզին։ Սա արչեւս մրցասպարեզ գա։ Վասկա որ Աստված դրավ, ադին գոչումս է։ Աստված ինձի գանչած է, ես ընդրված եմ այս վասկը վազելու։ Okay? Բայց եթե ես մեղքի կյանքը պիտի ապրեմ, վրաս ինչ պիտի ավելցնեմ։ Ձանրություն։
Ով կգնա մարաթոն վազել եւ վրան զանգություն շալգած են։ Ընդհանրապես կնկատես վազողները գցե փասպարակ հակեր են գարձես, մարմինն ալ փասպարակ եղած է, գիծար իր մարմինին զանգություննա չի շալգեր, որ թեթև եղած է այլևս եւ գերտան մարզվին անշուշտաբար, բայց ժամերով գվազեն մարաթոնը երկար ճանապարհ է։ Եվ մեր վազքնա դեպի Հիսուսի երթալը երկար կյանք է մեր արժևը, մեկ օրվա պատմություն չէ։ Վազելիք ունիմ, չէ։ Այս հարցումը ես հաջող կհարցնեմ, երբ մեկա դա հարցնեմ, եթե հիմա գիտնաս, որ վաղը ժամը 6-ին Հիսուս պիտի գա։ Ինչ պիտի նես, ինչ պիտի նեիր։ Եթե հիմա հաշվենք, որ իրական է, վաղը Հիսուս ժամը 6-ին հայտարարվեցավ երկինքեն, վաղը ժամը 6-ին գալիս եմ, okay? Երևակայեցեք այսպես, ինչ պիտի նե աշխարհը։ Սե, ամենն ալ իրենք պիտի շտկեն, քրավատ, տախմ, լոկանք, դուներնին ամեն շտկված, այմա բիդերտա իր հարաբերությունները պիտի շտկե ասոր անոր հետ, ադոր վիրավորած է, ադոր ասրած է, ադոր բիդերտա ամենուն հետ շտկե խնդիրներ, բիցե վաղ Հիսուս կգոր։ Չէ՞։ So, իրականության մեջ մենք չենք գիտեր երբ է օրը, որ մենք պիտի ցկենք երթանք այստեղեն, բայց մեզ նախընտրելի է ապրենք ամեն օր այնպես, որ Հիսուս հիմա պիտի գա։ Եվ ես պատրաստ եմ ադոր համար, որովհետև այս վազքը, որ ես կվազեմ, բեկչեին վրաս զանրություն ավելցնեմ, որով խնդիր պիտի հարաճացնե ինձի։ Վազքը տնողը Աստված է, շնորհքը քեզի դվավ, որ գարենաս այդ ամենը վազել, բայց եւ այնպես այդ վազքին մեջ խնդիր հարաճացնողը ես պիտի ելնամ, եթե մեղք ավելցնեմ, զանրություն ավելցնեմ իմ վրաս, որով դեմ պիտի ասի, պիտի չի գրնամ այլևս զանրացավ այլևս, պիտի չի գրնամ վերջագերին հասնի եւ ադիգա ոչ թե Աստված ինձ ադիրավ, ես ադիրի։ Գնամ ինքս բարձել։ Սրբության կյանքի միտքը ասի է, Աստվածաշունչ գարտալու միտքը ասի է, դասանորդ վճարելու միտքը ասի է, եւ ես դասանորդ վճարեմ, Աստված հանգարց ինձ ավելի պիտի չսիրե։ Աստված ինձ գսիրե արդեն նախքան դասանորդ նույնիսկ գիտնայի ինչ էր։ Արդեն ինձ գսիրե։ Բայց ես երբ դասանորդ վճարեմ, Աստծո վախը գսորվիմ։ Անցյալ օրը մեկ ռեմամը ունեցա, maybe ասոր մասին կարոզ գուտամ աղոտքի սադեներ դերը հետս խոսեցավ, ասավ որքան դվող ես դասանորդ սիրոնը վեր, անքան ավելի հեշտությամբ գրնաս ներել մարդիկ։ Որով դասանորդ եւ սիրոնը վեր դալը արդակին դալն է։ Արդակին դալն է։ Ներումը ներքին դալն է։ Եվ երբ դու արդակն ավես կսորվիս դալ, ներքին դալը քեզ ավելի հեշտ կլա, որով վարժ ես։ Եվ որքան ավելի դված ես, արդակն ավես, եւ ադոր ցավը սկացած ես ողորմություն դեսերես, անքան ավելի նաեւ գտեսնես ներքնավես շատ հեշտ է քեզի ներելը, նույնիսկ եթե այլ մարդիկ քեզի շատ քեշ բաներ անեն։ Գնաս ներել ավելի հեշտ։ Ամեն։ Հետևաբար մեր մղումը փոխվեցավ, աս մեկը ասեմ եւ այդպես կենամ։ Մեր մղումը փոխվեցավ հիմա։ Սրբության կյանքը ապրելուն մղումը փոխվեցավ։ Եվ ադիգը Սերգոր Բողոսարակյան։ Մենք չենք ապրիր մեղքի կյանքը, որոնք մերանք մեղք են։ Ինչու ինձ գսես որ հիմա իրականության մեջ եթե անանցը որ չի ապաշխարած աս հարցումը պիտի հարցնի արդեն։ Գամ գրոնավորը որ ինքը օրենքներ եւ կանոններ գտնի եւ քեզի գսե պետք է ասնես, որովհետեւ Աստված քեզի սիրե, որովհետեւ աղոթներդ պատասխանե, որովհետեւ Աստված քեզի բժշկե, որովհետեւ Աստված քեզի օրհնե, փառքավաճեցե, ասի գրոն է, ասի սուտ վարդապետություն է, ասի թիվային է, ասի գա ավետարանը չէ։ Տուն ասոնք ամենը ունիս իր շնորհքով։ Տուն բեկչունիս փամ մնելու որովհետեւ ասոնք կստանաս։ Միան բեկունս իրեն հավատալու, որ ինքը հրավ ասիգա քեզի համար։ Իր շնորհքն է, բարգևն է ասիգա քեզի, որ դու բժշկվիս, օրհնվիս, աջիս, մեծնաս, շատնաս, երգիրը լեցնես։ Աստուծոն միտքն է ասիգա քեզի եւ ինձի, իր սիրտն է։ Հրավ ինքը հատ կորձը։ Գադարեց հատ կորձը։ Ասոնք չեն, որոնց միջոցով ես մերած կորձերուս միջոցով չէ որ ասոնք պիտի վաստակեմ։ Բայց գրոնը ադի քեզի ինձ եւ դուսորվեցեն։ Ադոր համար իրար գանցնին գրոնավորները եւ խնդիր կսկսի առաջանալ եւ դու ավետարանը սկսես կարոզել որովհետեւ դու մարդոց սորվեցնես կո մեղ կորձեն բայց Բողոսարակի ասավ քավլիցի որով ինքը հрьяաներուն թեմ լուրջ բادرազմ ուներ որով հрьяաները իրեն գահալածեին որով հрьяաները ունեին չէ քանի հազար օրենք ունեին եւ ադի ամենը բեկե բահվեր կձակաշիվես որովհետեւ Աստված քեզի ընդուներ եւ Բողոսարակյալ գմարդնչեր գսեր ես ավետարան ամոթ չեմ համարում որովհետեւ անոր մեջն է մարդուն արդարությունը ավետարանին հավատքին մեջն է
մարդուն արդարությունը, հոնգեգը հայտնվի իմ արդարությունս եւ անոր մեջն է Աստծո զորությունը։ Մղումը նման փոխեց Պողոս Արաքյալ, մեզի ադի ցույց տվավ, Աստված իրականության մեջ մեր մղումը փոխեց։ Ես սրբության կյանքը գաբրիմ, որով գուզեմ ապրիլ։ Ես Աստվածաշունչ կգարտամ, որով գուզեմ գարտալ, գուզեմ իրեն ճանչնալ, գուզեմ ռեմա ունենալ, գուզեմ հայտնություն ունենալ, որով գիտեմ ամեն մեկ հայտնություն իմ կյանքս հեղաշրջում ըրած է։ Դասանոր գուդամ, որով գսիրեմ իրեն, գուզեմ իր թակավորություն զագի աշխարհի մեջ։ Չեմ ուզեր տեսնել թիվային գազմագերությունները աշխարհի մեջ զագին մեծնան, թշնամին թակավորություն, գուզեմ Աստծո թակավորություն մեծնա երկրի վրա։ Եվ ուզեմ իր քահոթը, իր թակավորությունը կա երկրի վրա։ Ձոմ գնեմ նույնպես, աղոտ գնեմ նույնպես, ոչ թե որ Աստծո սիրտը փոխեմ։ Մենք իմ աշխարհչանի մեջ ինչ կպատրաստվենք Սուրբ Զադիգին գիտենք բակ կնենք, չէ՞, բակ մարդիկ ձոմ գնեն, հետևաբար կպատրաստեն իրենց անձերը այդ հadoop օրերուն համար, բայց մենք չենք գներ ձոմ եւ բակ, որբեսի Աստծո ցերկը շարժենք։ Գիտես զորես Աստծո, ասես դեր նա ես ասրերեմ ասրի նա ձոմարի, նա երեգոր ձոմարի, նա 4 օր ձոմարի։ Նա 10 օր է ձոմ գնում։ Երբ պիտի շարժիս իմ կյանքից մեջ, այդ հարցումը արդեն ցույց կտա որ ավետարանը դեռ չես հասկացած, որով Աստված շարժած է արդեն։ Նամոր մի քիչ բարձր։ Սո ես ձոմ չեմ ուներ որ Աստծո շարժեմ, ես ձոմ գնեմ որ ես շարժիմ։ Ինձի համար ուղղված է, ինձի գոքն է։ Մարմնավոր ամեն այդ ուժերը կամ ցանկությունները եւ քաշող ուժերը adոնց ուժերը գմերնին։ Եվ հոգին գվերանա։ Եվ Աստծո ներկայության մեջ ավելի հեշտ կմտնեմ։ Եվ որ ես ձոմ կբայեմ, աղոտ կսկնեմ եւ այլն եւ այլն։ Նամո մի քիչ բարձրացիներ։ So as ամենը գխոսեի Սուրբ Հոգին մեզի, որովհետեւ մեր ըրած կորձերուն հիման վրա չլա մեր հավատքը։ Այս է բաժարը, որ շատ հավատացյալներ գտեսնես չեն բժշկվիր, չեն օրտնվիր, չեն ազատագրվիր։ Ինչու՞, որովհետեւ գվստայի որ իրանցին վրա, փոխանակ ավետարանին վրա։ Մղումը փոխվեցավ։ Հետևաբար ես այսօր այս կյանքը գաբրիմ, որով գուզեմ, այս կյանքը գաբրիմ, որով սատանային աչև գուզեմ թռները կոծել եւ կոծ բայել։ Ամեն։ Եվ իրենս էլ դուրս էլ ասեն։ Ադու համար Աստվածաշունչը գսե Հակոբոս 4:7-ի մեջ, եթե չսխալվիմ, գսե հնազանդվեք Աստծո, թեմ թրեք չարախոսին եւ անհերու պիտի փախչի։ Նկատի արեք, չսեր հնազանդվեք Աստծո, որ Աստված ցեզի սիրե։ Գսե հնազանդվեք Աստծո եւ թեմ տնես սատանային եւ անհերու պիտի փախչի, որով թռները պիտի կոծես արջևը։ Ես գուզեմ իմ կյանքս ասես քիզմը քաշածելա։ Թշնամին արջև գրագե բարիս, որ հոնգեներս չի կարենան մտնել։ Եվ ադի իմ եւ քուցերքը դե։ Եվ եթե մենք գարիք ունենք Աստված գահասնի մեզի, Պետրոս Արաքյալ ճուրին վրա սկսավ ընկղմիլ, գանչեց Հիսուսին անունը, Հիսուս չսավ, թերավատ գեցարտուն քնա ընկղմիր։ Հա? Գամ շտկե հավատքդ հադե գնգղմիսկոր գմերնիսկոր հասիր արակ թերավատ էստեր գմերնիս ադպես չեր Հիսուս։ Եվ գանչեց իրեն, հասավ իրեն, բռնեց ոտքի հանեց, թեև ինքը սխալ արավ եւ որ հով փոթորիկին նայեցավ։ Իր սխալով ինքը ընկղմավ, բայց գանչեց Հիսուսին, Հիսուս հասավ իրեն։ Չսավ շտկվիր հետո քեզի գահասնիմ։ Կսպասեմ գխեղտվի գոր Պետրոսոն դը։ Հետո երթա աշակերտներուն մյուս 11-ին եւ 10 օր այսօր Պետրոս գործընծուցինք Աստծո գանքներ գերեվի ադիգ։ No, թեև սխալեցավ, թեև հով փոթորիկին դարձուց աչքերը որ բեք չերներ, բայց երավ մենք ագրնա շատ անգամ գիտենք որ բեք չդարձնենք հով փոթորիկին, բայց դարձուցինք եղավ աչքերնից քրավեց ցևով մգամորիչ թշնամին։ Ադի չէ վերջը։ Հիսուսին անունը գանչե, Հիսուս իդ քեզի ոտքի գտնե, ոչ թե շտկե անցդ որ Հիսուս քեզի ոտքի անե, գանչե իր անունը իր ներկայության մեջ մտիր, համարցակ մտիր իր ներկայության աչև, ինք քեզի գտնե ճուրերուն վրա եւ գսե ադերբաջարը հիմա աչևես կալե հաղթական ամեն երեք ոտքի գանքնենք